Ահագիներս դուք արհեստականորեն տանում եք բախման ոստիկանների հետ։ Ես ձեզ խնդրում եմ այստեղ ազատ տեղ կա, բոլոր տեսքով անցեք։ Ձեր վերևի իշխանությունները արդեն տանում են բախման ոստիկանների հետ։ Երբ որ դուք կարողանաք այդ ամեն ինչ անցնեք, Հարգելիներս տեղ կա ազատ անցեք առա։ Մենք ցանկություն չունենք ձեր հետ Շահին կպատմեք ինչ տեղի ունեցավ քիչ առաջ։ Սկսեցինք երթ անել, կանանց խոչեր էինք անում, սպասում ենք մինչև մարդիկ համախմբվեն, փողոց մտնեն, մեկ էլ հանկարծ ստացվեց ոստիկանությունը սկսեց հրել, հրմշտել եւ բրբրթել։ Չնայած մենք կանգ ենք առել, այնպես չի որ կանգ չենք առել, մենք բողոքի ձայն ենք արդեն բարձրացնում։ Երբ որ երեք մենք ներկայացրեցինք պահանջագիրը, շատ խաղաղ, նորմալ եկանք ազատության հրապարակ։ Ինչու ոստիկանությունը ուշ կիրառեց եւ հրեց հավաքի մասնակիցներին, պատճառը ինչ։ Նստացույց սկսեցինք այն կոչով, որ եթե վաղը պահանջը չիրականացվի, մենք անցնում ենք մեր խաղաղ պայքարի մյուս գործողություններին։ Սա եւս խաղաղ պայքարի գործողություններից մեջ է մտնում։ Ոչ մեկին ոչ վնասել ենք, ոչ ցավ ենք պատճառի տարբերություն ոստիկանությանը։ Ոչ մի բան չենք արել, մեր համար կանգնել ենք էլի մի հատվածում։ Եվ պատճառը ինչն էր, որ ոստիկանները հրեցին, ուշ կիրառեցին։ Ոստիկանությունը ինչի ուշ կիրառեց։ Այդ է, ոստիկանությունը ուշ կիրառում, որովհետև չի անդրժի, որ մենք դուրս ենք եկել մեր խաղաղ բողոքի ակցիային։ Ինչ որ մարդիկ տուժեցին ոստիկանների գործ։ Բնականաբար ոստիկանները այդ միշտ բախումների ժամանակ մարդիկ տուժում են։ Ինչ տեղի ունեցավ։ Մի 2-3 հոգու ուշք է անցել, մարդկանց ոտքերի հետ կապված խնդիր, որովհետև հարվածում են իրենց այդ կոշիկներով։ Դուք այնտեղ էիք, տեսակ, որ ամբողջությամբ ոստիկանությունը ուշ Մաշտոցի փողոտան պարալիզացրել են, ոչ համաչափ սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Ես կոչով դիմեցի հավաքի մասնակիցներին, այդ թվում Շահեն Արությունյանը, որ հանդիսանում այս հավաքի երթի կազմակերպիչը, սակայն քաղաքացիները հրաժարվեցին կատարել ոստիկանության օրինական պահանջները։ Եվ մենք ստիպված եղանք շղթա կազմելով ժողովրդին քայլելով առաջ բացեցինք ճանապարհը, այսքանը։ Շնորհակալություն։